բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա, որոնք առանձնացրել եք եւ կլսենք ձեր մեկնաբանությունները։ Եվ այսպես, Ալիևի վերջին հայտարարություններին կամ այն հայտարարությունները, որոնք ինքը վերահաստատում է եւս մեկ անգամ, որ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով են գալու Հայաստան, որ գալու են իրենց պատմական հողեր, որ քարտեզների վրա գոյություն չունի Սևան, Գյոյչա է։ Այսօր էլի Նիկոլ Փաշինյանը արձագանքել է, ասում է, ձեզանից մեկը, որևէ մեկը գնաց այդ քարտեզները վերցնի մի հատ տեսնի, ինչ քարտեզների մասին է։ Կարող լրիվ հակառակ պատկերն է, այդ քարտեզներով Հայաստան կա, Ադրբեջան չկա։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատական Ալիևից հայտարարությունները ինչ է նպատակ են հետապնդում, արդյոք սա ուղիղ պատասխան է Նիկոլ Փաշինյանի ամենօրյա կերակրվող կեղծ խաղաղությանը, համեցեք։ Նախ բարև ձեզ, շնորհակալ եմ Հայելի ակումբին հրավերի համար, երկարատ միջումից հետո այսօր հրավիրվել եմ, շատ ուրախ եմ, կիսվելու իմ գնահատականներով մեր հեռուստադիտողների հետ։ Ալիևի հայտարարությունների մասով ինձ համար որևէ նորություն չկա։ Ալիևի հայտարարությունը նորություն չէ, Ալիևի հայտարարությունը գալիս է ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղության օրակարգ չկա եւ չի կարող լինել։ Գոյություն ունի բացառապես Հայաստանի ադրբեջանացման օրակարգ։ Եվ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը ֆեյք է, սուտ է, կեղծիք է։ Մենք դրա մասին խոսել ենք։ Ամեն գնով խաղաղությունը դա ստրկացում է։ Ադրբեջանների պայմաններով, միակողմանի զիջումներով խաղաղությունը դա ստրկացում է։ Մեկ անգամ չէ, որ ես նշել եմ, Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց այլևս հայ չկա։ Գերեզմանում էլ է խաղաղ, բայց մարդ չկա կենթանի։ Հետևաբար, ասել, որ խաղաղություն է եկել, մեծ ցանկության դեպքում կարելի է դա ընդհանրապես նավանել Հայաստանի ադրբեջանացում։ Ինչ գալիս է Ալիևի հայտարարություններին։ Ես չեմ զարմանում այդ հայտարարությունից, որովհետև Ալիևը տարիներ շարունակ նշել է, որ խաղաղության պայմանագիրը կկնքի միայն այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը ունենա նոր սահմանադրություն, այսինքն Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի իր անձնագրից, անկախության հռչակագրից։ Անկախության հռչակագիրը դա մեր պետության, երրորդ հանրապետության անձնագիրն է, հավատամքն է, քաղաքական կրոնն է։ Հիմա եթե մարդը քրիստոնեությունից դառնում է մահմեդական, անունը փոխում է, չէ՞։ Կամ քրիստոնյայից դառնում է զրադաշտ, անունը փոխում է, չէ՞։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունը չի փոխում, բայց բովանդակությունը ոտից գլուխ փոխում է։ Եվ երբ որ կանք իմ քաղաքական գործընկերները ասում են երրորդ հանրապետությունը, երեխեք, դասական իմաստով այլևս գոյություն չունի։ Դասական իմաստով։ Որտեվ երրորդ հանրապետությունը դա անկախության հռչակագրի հիմքերն է, եւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը պատերազմ է հայտարարել անկախության հիմքերին, անկախության հռչակագրի հիմքերին։ Երրորդ հանրապետությունը առանց Արցախի ինքնորոշման իրավունքի, առանց Արցախի հայկականության, առանց Արցախի հայ քաղաքացիների նոնսենս է։ Երրորդ հանրապետությունը առանց ցեղասպանության միջազգային ճանաչման նոնսենս է։ Երրորդ հանրապետությունը առանց ժողովրդավարության, առանց իշխանությունների տարանջատման սկզբունքի նոնսենս է։ Ինչ հանրապետության մասին կարելի է խոսել, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը SMS-ով դատական իշխանության ղեկավարի է ազատում։ Ու սա հələ մի խայտառակարարն է, բայց երկրորդ էլ կա, որ միջազգային կազմակերպությունները ծպտուն չեն հանում։ Ալիևը ինչի պետք է խաղաղության պայմանագիր կնքի, եթե առանց խաղաղության, առանց որևէ պայմանագրի ինքը ամեն ինչ ստանում է։ Մի հատ հիշեք նոյեմբերի 9-ից հետո ինչ է ստացել Ալիևը։ Նոյեմբերի 9-ից հետո ստացել է Լաչինի Միչանսկ, ստացել է ամբողջ Արցախի հանրապետություն, ստացել է 240 կիլոմետր Հայաստանի օկուպացված տարածք, ստացել է Սև լճի 30%, ստացել է Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետր վերահսկողություն, ստացել է Տավուշի 4 գյուղեր, դելիմիտացիայի ու դեմարկացիայի անվան տակ, ստացել է հայ գերիների իրավունքների պաշտպանությունից հրաժարում, եւ ինքը շանտաժով Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ ստանալու է։ Այդ ամեն ինչը պայմանագրով չի ստացել Ալիևը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ
Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Ճարտարը, 100-ից ավել համայնքներ մնում էին հայկական վերահսկողության տակ։ Լաչինը իր ամբողջ շրջանով։ Այդ պայմանագրով ա տվել Նիկոլը այդքանը։ Իհարկե ոչ։ Զորքերն է տեղակայվելու են, մնալու են այնտեղ, որտեղ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 12-ի դրությամբ տեղակայված էին։ Մեր զորքերը որտեղ էին։ Հիմա որտեղ են։ Հետևաբար Ալիևը ամեն ինչ ուզելու է, եւ ես որպես պատմաբան նշեմ, ոչ որպես միայն քաղաքական գործիչ, թուրք-ադրբեջանական քաղաքական ստրատեգիայի մեջ դասական իմաստով անկախ Հայաստան գոյություն չունի։ Եվ երրորդը Ալիևը հենց այնպես չի ասում, որ դրանք իրենց պատմական հողերն են, սա եւս մեկ անգամ ապացույց է, որ ինքը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց որ Նիկոլ Փաշինյանը գովում է 29743, այդ որ ասում ես գնացի, եւ սա ոչ թե Արցախի բաներ հանձնում էր, այլ Հայաստանի անկախության ճանաչում էր, Հայաստանի անկախությունը ճանաչվել է վաղուց։ Վաղուց Հայաստանը 92 թվականի մարտից ՄԱԿ անդամ է։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային բոլոր հեղինակավոր կառույցների անդամ է վաղուց։ Թե ՄԱԿ-ի, թե ԵԽԽՎ-ի, թե ԵԱՀԿ-ի, թե ԱՊՀ-ի, ինչի մասին է խոսքը։ Եվ կանգնել մարդկանց կերակրել, որ ես այս խաղաղություն եմ բերում, կրկնում եմ, դա խաղաղություն չէ, դա ստերկացում է։ Նիկոլ Փաշինյանը չէ, որ կանգնում հայտարարում էր իր ամբողջ թիմով, որ Արցախում ապագա կա 21 թվականի ընտրություններից հետո։ Ինքը իր աժի նախագահուց ապահարում են պարլամենտում։ Ապագա կա, ասում են, Արցախում ապագա կա հիմա ապագա։ Ապագա կա, բայց ադրբեջանցիների համար։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքական վերնախավը, քաղաքացիները պետք է գիտակցեն։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ անտարբերությունը կերել է մեր հասարակության մեծ մասին։ Հիմա մեզ կերակրում են ադրբեջանական ցորենով, պարոն Շարմազանov, ուզեմ սրա մասով այն ինչ մանիպուլյացիա է տեղի ունենում, բացի այդ նաև ըստ էության այլևս Ադրբեջանը բաց է։ Ասենք 30 տարի, որ Ադրբեջանով ցորեն չի եկել, Հայաստանում ցորեն չի եղել, հա? Կամ սոված ա եղել հայ ժողովուրդը։ Ադրբեջանից ցորեն բերելու փոխարեն թող գերիներին հետ բերեն։ Այդ որ PR են անում, բայց ցորենի կարիք չկա, ցորենը Ռուսաստանով, Վրաստանով էլ շատ հանգիստ գալիս է։ 30 տարի ոնց է եկել, տենց էլ կգար։ Կամ պանթուրքիզմի ճանապարհը մի անունը տրիպ են դրել, պանթուրքիզմի ճանապարհը եկել են, ասում են մեզ պետք է։ Մեզ 1000 տարի այդ ճամփեն պետք չի։ Այդ իրավիճակով, որ 30 տարի այդ ճամփեն չի գործել, ինչ ա եղել։ Այդ ճանապարհը մի բանի համար է պետք։ Ադրբեջանի, Նախիջևանի եւ Թուրքիայի ցամաքային երկաթուղային կապ ապահովելու համար։ Ուզում են ճանապարհների ապաշրջափակում, տեղն ասում եմ։ Թող Երևան, Իջևան, Ղազախ երկաթգիծը շահարկեն, շահագործեն։ Այդ ինչու են այդ մեղրիով անում։ Տնտեսական առումով Երևան, Իջևան, Ղազախը մի քանի 100 կիլոմետր, գրեթե 1000 կիլոմետր ավելի կարճ ու ավելի էժան է նստում։ Բայց ինչի տենց չի անում։ Որտեւ Ալիևին դա ձեռ չի տալիս։ Ալիևը դրա այդ շահագրգռված չի։ Ալիևը շահագրգռված է եւ Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի այդ թուրանական միջանցքը աշխատի։ Ոչ միայն ես, բազմաթիվ գործիչներ, թուրքագետներ, 1000 անգամ ասել ենք, որ Թուրքիայի համար եղել է դա գերխնդիր։ Դեռևս 18 թվականին Ալեքսանդր Խատիսյանը իր հուշերում գրում է Հայաստանի Հանրապետության Հանրապետության մասին։ Գրում է, որ Վեհիբ Փաշան ինձ ասեց, որ դուք կանգնած եք մեր ճանապարհին դեպի Թիֆլիս, դեպի Բաքու եւ դեպի Մերձավոր Արևելք։ Դուք կանգնած եք Վանում, դուք կանգնած եք Կարսում, դուք կանգնած եք Տարածյան դաշտավայրում։ Եվ դուք պետք է հեռանաք, գործոն չլինեք, որպեսզի մեր կապը անխափար լինի։
Դա Վահիդ Փաշայի խոսքերն է։ Սուլեյման Դեմիրելը, Թուրքիայի նախկին նախագահն ու վարչապետը, այդ փոքր հատվածը անվանում է անիծյալ սեպ, այն Սյունիքի այն փոքր հատվածը։ Եվ թուրքական երազանքների կատարումը ներկայացնել որպես Հայաստանի ինքնիշխանություն, դա քաղաքական ամմեղ սունակություն է, ուրիշ ոչինչ։ Այս ծորենով այս մանիպուլյացիան ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը կոնկրետ այլևս ամեն ինչ անում է ի աջակցություն Փաշինյանի, կլինել, չգիտեմ, վերարտադրվելու իշխանություն պահելու նպատակով նաև։ Բայց ներողություն Մարիամ ջան, ինչի Ադրբեջանը նոր ասել։ Ադրբեջանի ղեկավարը մի քանի անգամ հայտարարել է, որ 2018 թվականի Նիկոլական հեղափոխություն կոչվածի շահառուներից մեկը ինքն է եղել։ Իլհամ Ալիևը առնվազն ունի 2 հարցազրույց, որտեղ հրապարակային նշել է, մեջբերում եմ, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի կործանման մեջ Ադրբեջան ունի իր լուման։ Ստեղից էլ որևէ մեկը չի հակադարձել։ Իրանք են ասել, Ալիևն ասել։ Թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք այսպիսի նվեր չի ստացել, ինչպիսին ԿՊ-ն է։ Եվ ԿՊ-ի վերնախավը իրաց պարագլխի գլխավորությամբ։ Այդ 18 թվի մարտիկ, որ հեղափոխություն էին անում, հələ մի պա դրանցից յուրաքանչյուրին հարցրեք, եթե այսպես լիներ։ Նրանք Նիկոլի կողքը կկանգնեին։ Մենք այն ժամանակ էլ էինք ասում, բայց լսող չկար։ Աղմուկ այնքան շատ էր, որ մեր խոսքը տեղ չէր հասնում, հասնում էր մի քանի հոգու։ Եվ ապրիլի 18-ին ենք ասել, եւ ապրիլի 23-ին ենք ասել, եւ ապրիլի մայիսի 1-ին ենք ասել, եւ մայիսի 8-ին ենք ասել։ Եվ ամբողջ 18-20 թվականների ընթացքում այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մինչև 20 թվականի պատերազմը Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է արել եւ Հայաստանի խնդիրները առաջացան նոյեմբերի 9-ից հետո կամ սեպտեմբերի 27-ից հետո։ Ոչ ծիրելիներս։ Հանրապետական կուսակցությունը ես ինքս բազմաթիվ անգամներ 18-20 թվականի Նիկոլ Փաշինյանին չհամար են քննադատել, որ ինքը Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը մի կողմա դրել, ասում է սկսել եմ իմ զրոյական կետից, ինչ պետք է այդ էլ բանակցում եմ, որ Միսկի խմբի համանախագահների առջև դնում էր պայմաններ, որ դատարաններ էր շրջափակում, որ հոկտեմբերի 2-ին ազգային ժողով էր շրջափակում, այսօր թազը անդիմադիրներ են հայտնվել, նախկին նիկոլական գործընկերներ, որոնք հոկտեմբերի 2-ին, երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովն էր շրջափակում, ծպտուն չէին հանում, երբ որ դատարաններն էին 19 թվականի մայիսի 10-ին շրջափակում, էլի ծպտուն չէին հանում, երբ որ մարդկանց ասֆալտի փռում էին, ծպտուն չէին հանում, երբ որ գեներալների ու նախկին նախագահների վրա շինծու գործեր էին ասում, էլի ծպտուն չէին հանում։ Այսօր նոր արտացել են։ Այն ինչ որ տեղի ունեն Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունը 18-20 թվականների իր գործած ապազգային ու հակապետական քաղաքականության հետևանքն է։ Իսկ ցորեն մորեն ես մի գդալի պատմությունը մի անգամ ասել եմ էլի, գիտեք։ Քանի որ այդ արտանցողների մասին խոսեցիք, որ Շահմազան։ Մի հաս այստեղ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ, Մարիամ ջան։ Արցախի ժողովուրդը նույնիսկ բլոկադայի պայմաններում, 10 ամիս բլոկադայի պայմաններում հրաժարվեց Ադրբեջանից աղդամով եկող օգնությունը ստանալու։ Մարդիկ սոված էին, քաղցած էին, բայց նրանք Ադրբեջանից եկող, Ադրբեջանով եկող, այդ ցորենը, այդ հացը, ուտելիքը հրաժարվեցին ընդունել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ծափահարություններով ընդունում է ադրբեջանական ցորենը կամ Ադրբեջանով եկող ցորենը։ Կրկնում եմ, Ադրբեջանից մենակ կարող են վերադառնալ մեր պատանդները, մեր գերիները, եւ միայն այդ դեպքում մենք կարող ենք ուրախությամբ դա փաստել։ Ադրբեջանից մենք ստանալիք ունենք մեր գերիների վերադարձը, մեր եկեղեցիների վերադարձը հայ առաքելական եկեղեցուն ու միջազգային անվտանգային երաշխիքների ներքո արցախայության վերադարձը Արցախ։ Ուրիշ բան մենք ստանալիք չունենք։ Կրկնում եմ 30 տարի
Հələ 35 տարի, որ ցորենն ու այլ ապրանքները չես Ադրբեջան չեն եկել, նենց հայ ժողովուրդը ցորենի պակաս է ունեցել, լավ ամոթ է, էլի։ Միջարես բարոյականության որ նորմերի մեջ է տեղավորվում շնորհակալություն հայտնել Ալիևին այդ ցորենի համար, երբ որ այո, այսօր մենք ունենք մեր հայրենակիցներին, ովքեր խոշտանգվում են Բաքվի բանտերում, ունենք անհետ կորածներ, ունենք չճանաչված դրտիեր, մասունքներ, խնդրեմ եւ գերիների մասով, հա, Մարիամ ջան, այս իշխանությունները իմ խորին համոզմամբ եւ ոչ միայն իմ բարոյականության հետ իրենց կապերը վաղուց խզել են։ Վաղուց։ Ինչ բարոյականության մասին կարելի է խոսք լինել, եթե մարդը իր կռեդոն համարում Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ ընդամենը տարիներ հետո բոլորից լավ է հիմնավորում, նույնիսկ Ալիևից լավ, որ Արցախն Ադրբեջան է։ Ինչ բարոյականության մասին կարող է խոսք լինել, եթե մի մարդը, որի կռեդոն նա է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է զարգացնել, պետք է դատապարտել, որ Թուրքիան գալիս է Կովկաս ավարտին հասնելու հայոց ցեղասպանությունը, այսօր Էրդողանի գիրքը կրծքին սեղմած հպարտորեն նկարվում է եւ իրականացնում է Հայաստանի վիլայեթացման գործընթաց։ Ինչ բարոյականության մասին կարող է խոսք լինել, եթե մարդը ասում է 21 թվականի ընտրություններին, թող մեր գեյները 2-3 սպասեն, ամիս սպասեն, ոչինչ, կվերադառնան։ 5 տարի անցել է գեյներն ավելացել են Բաքվի բանտերում։ Ինչ բարոյականության մասին մենք կարող ենք խոսել, եթե մարդը 21 թվականի ընտրություններին գնացել է Արցախի անջատում հանուն փրկության, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայի թեզով, եւ ընդամենը մի տարի 3 ամիս հետո 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս ու դրանով հպարտանում է։ Ինչ բարոյականության մասին կարող է խոսել, եթե մարդը մեր նահատակների մասին պարլամենտում ասում է պլյուս մինուս 50։ Ինչ բարոյականության մասին կարող ենք խոսել, եթե պատերազմի ժամանակ մեր զինվորների մասուկները մեշոկի մեջ գցած էին պատվալներում։ Ինչ բարոյականության մասին կարող ենք խոսել, եթե մարդը ասում է արդյունքը նույնը կլեր, բայց առանց զոհերի։ Ինչ բարոյականության մասին կարող ենք խոսել, եթե այս մարդիկ ընդունում են, որ կարող է պատերազմ չլինել, որ իրենք կարող են կանխել պատերազմը, բայց տենց արել են, որ Հայաստանը անկախ լինի։ Ինչ բարոյականության մասին կարող է խոսք գնալ իրաց դեպքում, եթե այս մարդիկ Արցախը թոք են համարում, Արցախը թոք չեղել է, թոքը դուք եք այս ազգի գլխին ու այս պետության, Արցախը մեր հպարտությունն է եղել, Արցախը հայկական գործոն է եղել, Արցախով Հայաստանը ավելի անվտանգ է եղել։ Եվ Արցախը եղել է մեր 30-ամյա ազգային միակ չէ, բայց գլխավոր գաղափարը։ Արցախի շուրջ միավորված էին ամերիկահայից մինչև ռուսահայ, հայաստանցուց մինչև իրանահայ։ Անկախ կուսակցական պատկանելությունից բոլորին միավորում էր Արցախի հայկականության գաղափարը։ Ու ինչ բարոյականությամբ, այդ մարդիկ տալ են Արցախը հասնել են։ Ինչ բարոյականության մասին կարող ենք խոսել, եթե մասա ծպտուն չեն հանում։ Նույն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ ինչքան են հաց կերել։ Մարդկային ինչքան են հաց կերել։ Բակո Սահակյանից Աննա Հակոբյանը մեդալ էր։ Ինչքան են այդ մարդկանց օջախում հաց կերել։ Այսօր երջանիկ կամ ցլինդր դրում կամ բերանը 7-9-ի վրա բացած խոսում են։ Էս են կարել, են կարել, ինչ է կարել։ Այսքան դպրոց են սարքել։ Բայց ինչքան դպրոց է թողել եք Թուրքին։ 150,000 մարդու անտուն եք թողել, այսքան դպրոց եք սարքել, այսքան ասֆալտ եք արել։ Բայց ինչքան ասֆալտ եք թողել Թուրքին։ Քանի միջպետական ճանապարհ եք թողել Թուրքին։ Սոտք բանը Կարվաճար ճանապարհը թողել եք, Գորիս Ստեփանակերտ ճանապարհը թողել եք, հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր եք թողել, քանի սրբատղի եք թողել, Ծիծեռնավան, Գանձասար, Ամարաս, Ղազանչեցոնց, Դադիվանք, մարդիկ հազարամյակներով ապրել են, Արցախը եզակի տարածք եղել, որտեղ հայ ժողովուրդը երբեք չի լքել, եղել են փոքր տենց միգրացիոն շարժեր, բայց Արցախում հիմնականում միշտ ապրել են առնվազն 3-4 հազարամյակների ընթացքում հայ բնիկ բնակչությունն ապրել։
ու ասում եք բարոյական է, թե բարոյական չէ։ Մենք մեր ամոթն է, մեր ամոթն է։ Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն է պահում պատանդի կարգավիճակում, Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակում պահում է 3 սրբազանի, տասնյակ քաղաքական գործիչների ու քաղաքացիների, ազգային բարերարի, առավոտից իրիկու էլ նախկին նախագահների վրա էլ, գործիչների վրա էլ շինծու գործեր են սարքում։ Աշոտյան Արմենը 2 տարուց ավել ինչի է նստել, ինձ ով կարա ասի։ Սերժ Սարգսյանի վրա 3 անգամ ժամը 1 դատարան տանել բերելը։ Ինչա որ ամեն ինչ անեն, որ այդ մարդը չկարողանա Հայաստանից դուրս գա, ինչի վախենում են, մեր արտաքին քաղաքական կշռից, արտաքին կապերից, մինչ այդ 2 տարի մեր արտաքին քաղաքական պատասխանատուին էին պահում փակի մեջ, բանի, գաղութում։ Հիմա արդեն նախագահին թույլ չեն տալիս։ Մյուս օրը մեկին, սա ռեպրեսիվ մեխանիզմ է։ Կանոնում ասում է, եթե մեզ Եժովի հետ եք բանանում, համեմատում, բա դուք ստեղ ինչ եք անում։ Հիմա 21-րդ տարին է, ձևական բանը ապահովում եք էլի։ Ռուբեն Վարդանյանը երեք որդի միջոցով իր խոսքը փոխանցել 3 կարևոր ուղերձ, Արցախը եղել է կա ու կլինի, հավատային քթքես որպես Աստծո մի մասի, բարության և լույսի, իսկական հերոսը նա է, ով կարողանում է հույս վառել այնտեղ, որտեղ հույսի շող չկա, նա ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք փորձել են հավատալ։ Այս մարդիկ լինելով այս խոշտանգումների մեջ ըստ էության ավելի ազատ են եւ քան որովհետեւ եւ Բակոս Սահակյանը, եւ Արկադի Ղուկասյանը, եւ Դավիթ Բաբայանը, եւ Լևոն Մնացականյանը, բոլորը էլի, բոլորի անունը, եւ Ռուբեն Վարդանյանը, եւ այստեղ սրբազանները, Սամվել Կարապետյանը ու բոլոր մեր քաղաքական բանտարկյանները, բայց նախ եւ առաջ Բաքվի բանտում գտնվող մեր գերի եղբայրները, նրանք ունեն բացարձակ արժեքներ։ Նրանք ազգային արժեքներով ապրող մարդիկ են։ Նրանք հասկանում են, որ ամենավատ բանը ազգային դավաճանությունն է, ամենավատ բանը հակառակորդի ձեռքը գործիք դառնալն է։ Ես կարող եմ միայն իմ նախ մեր ամոթն է, մեր խայտառակությունն է, որ մեր եղբայրները Բաքվի բանտում են։ Ու այս իրավիճակն է։ Մի քանի քաղաքական կուսակցություն է դրա մասին հիշում ակցիաներ անում նաև։ Այն օրը հանրապետականներն են նայել, դաշնակցությունն արել չգիտեմ ելով անում։ Միասին շարժումն է, հա, կան էլ 3, 4, 5 լավ։ Բայց 3 միլիոն ազգի մեջ ամոթ չի։ Երբ որ Բակոս Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Ռուբեն Վարդանյանը, բոլորը էլ այնտեղ, Բաբայանը, Իշխանյան, Դավոն, Մանուկյան, այդ մարդիկ իրանց ամբողջ կյանքը տվել են մեր ազգային գաղափարի, ազգային նպատակի իրականացման, մեր հպարտություն, մեր արժանապատվությունն է։ Մենք այսօր արժանապատվության կորուստ ունենք։ Մենք կորցրել ենք մեր իմունիտետը։ Մեր փիլիսոփայությունը եւ հոգեբանությունը ոտից գլուխ սրանք փոխել են։ Չեն էլ ամաչում, կանում են, այսքան դպրոց բացինք, այսքան այս արինք, արա, գետինի չեք մտնում, արա 20,000 հայ երեխա չի ծնվել ձեր պատճառով, մինիմում 20,000 հայ երեխա, այդ 5,000 տղեկի մեծ մասը ամուսնացած չէր, ամեն մեկը որ 2 երեխա ունենար, այդ կես 10,000, տասնյակ հազարավոր էլ վիրավոր ունեն, դրանց մի մասն էլ չի ամուսնանալու։ Աստվածտա բոլորն ամուսնանան, բայց ֆիզիկապես ոչ բոլորը չէ, այդ հնարավորություններն ունեն։ Առնվազն 20,000 հայ երեխա չի ծնվել։ Դուք եկել բանից եք խոսում, հա? Ասֆալտ ենք անում, այս դպրոցում 60 երեխա է սովորելու, այն դպրոցում այսքան է սովորելու։ Գյուղերը դատարկում եք, իսկ դուք խաբար եք քանի դպրոցա սեպտեմբերի 1-ին փակվելու սահմանամերձ շրջաններում։ Իսկ սահմանամերձ գյուղերում եթե դպրոցները փակվեցին, այդ գյուղը ուշ թե շուտ դատարկվելու է։
Իսկ սահմանամերձ շրջանում գյուղերի արկայությունը, թեկուզ եթե 5 աշակերտ լինի, 10 աշակերտ լինի, դրանք ազգային անվտանգության խնդիր են։ Ամբողջությամբ իրենք փոխել են փիլիսոփայությունը եւ դրա համար եմ ասում, սիրելի ժողովուրդ, որ երրորդ հանրապետություն դասական իմաստով չկա։ Դե յուրե կա, քանի որ գործում է սահմանադրությունը, իբր թե էլի։ Կամ այս եկեղեցու նկատմամբ այս խայտառակ իրավիճակը։ Հիմա այսօր էլի խոսել է եւ Ավազանի անունով է գիտեք, որ վեհապարն ինքը դիմում, ասում է մենք կաթողիկոս չունենք, խնդրեմ։ Ճիշտ ասում, ինքը չունի։ Ինքը չունի։ Իհարկե։ Ինքը չունի, ինքը ոնց կարող ունենա կաթողիկոս։ Ինքը բացի իրանից, ինքը գնում է Ներոնի ճանապարհով։ Սամ դնևալի, սամ դեժուրնի, կաթողիկոսն էլ է ինքը, պոետն էլ է ինքը, գրողների միության նախագահն էլ է ինքը, վարչապետն էլ, նախագահն էլ, գերագույն հրամանատարն էլ։ Հա, սաղ ինքն է։ Այն բան կպցնողն էլ է ինքը, որ ինչ էր, դպրոց գնում էր։ Հա, տնտեսվարը գլխավոր, ամեն ինչն ինքն է։ Բամոտ չի ինքը կաթողիկոս ունենա։ Ես ունակ որպես քրիստոնեական հոտի անդամ, առաքելական հոտի անդամ, Մին վեհապարն էլ իրանն էլ, համոտ է էլի։ Ինքը ոնց կարող ունենա։ Բայց սա ես ասել եմ, սա պատահական բան չի, այստեղ դավանաբանական խնդիր չկա, սիրելիներս։ Այդ կուսակրոնության ենթադրյալ խախտումն է խանգարել, որ Արցախը այսօր Ադրբեջանի կազմում է։ Եկեղեցին ոնց է իրան պահել եւ Կառնեվազը ես որպես նախկին պաշտոն 16 թվականի ապրիլյան պատերազմում առաջի վարքյանից վեհապարի հրանգով բոլոր հոգևորականները պետության կողքին են եղել, ազգի կողքին են եղել, Արցախում են եղել, հոգևորականների մի մասը զենքը ձեռքի գնացել կռվել են։ Եթե ինքը մայիսի 14-ին է իր ԿՊ ջոկատով գնացել, ասել պատերազմը մի ամիս չկար, ապրիլյան պատերազմի մայիսի 14-ին է գնացել, ես իմ ինչ գործողության, որ վերջում էր ասում ապրիլյան պատերազմին մասնակցել ենք։ Ապա ապրիլյան պատերազմի առաջ օրերից վեհապարի հորդորով հոգևորական ջոկատներ են եղել, հոգևորականները զենքը ձեռքերը կռվել են, նույնը 44 օրյա պատերազմի ընթացքում։ Սա քաղաքական խնդիր է։ Ալիևը ամիսներ առաջ իրեն հրահանգեց, որ Հայաստանում ռևանշիստական ուժերի հարցը պետք է լուծի, ասես եթե Հայաստանի իշխանությունները այդ հարցը չլուծեն, ես կլուծեմ։ Սա ուղիղ հանձնարարական էր եւ Դամոկլյան սուր էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին։ Իսկ ես լուծել եմ նշանակում է, քեզի կհանենք Նիկոլ, ուրիշին կբերենք։ Եվ դրան հաջորդեց Փաշազադեի հայտարարությունը եւ լծվել են եկեղեցու դեմ արշավին։ Բա նոր իմացավ, հա, բանա, բա մինչև այդ ասում էր, ես 18 թվականին ասում էր, պետությունը չպետք է եկեղեցու գործերին խառնվի։ Նախ որպես քաղաքական գործիչ մի բան ասեմ, էլի ժողովուրդ ջան, պես նախկին պետական պաշտոնյա։ Մեր սահմանադրությամբ աշխարհիկ իշխանությունը որևէ իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։ Եկեղեցին անջատ է պետությունից։ Դա սահմանադրության եւ օրենսդրության կոպիտ խախտում է։ Քո ինչ գործն է, կա խնդիր եկեղեցում։ Եկեղեցականը կա, ժողովներ կան, իրան կորոշեն։ Դու ով ես որ քիթդ մտցնում ես ընտեղ։ Ոնց որ կանգնի ասի Հայր Յակոբը ինչի է Մարիամը հարց տալի, թող Սեդան հարց տա օրինակ։ Դուք եք չէ որոշում ձեր խմբագրակազմը։ Հիմա եկեղեցին առավել եւս։ Ինքը անջատ է պետությունից, բայց ոչ սա քաղաքական խնդիր է, որովհետև 18 թվականին Աշտանը Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական պարոն Ջոն Բոլտոնը հայտարարեց, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է հրաժարվեն պատմական կաղապարներից։ Այդ պատմական կաղապարների մեջ մտնում էր Արցախը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ավանդական արժեքները հայ եկեղեցին եւ հայ-ռուսական դաշինքը։ Արցախը տվեց Ադրբեջանին, ցեղասպանությունից հրաժարվեց, հայ-ռուսական դաշինք փաստացի գոյություն չունի, ավանդական արժեքները չկան, տրանսգենդերներին դեռ երբ են ընկել էին ազգային ժողովի ամբիոնից։ Մնաց կա եկեղեցին։
Եկեղեցին մնացել է միակ ինստիտուտը, որը խոսում է եւ պաշտպանում է երրորդ հանրապետության գաղափարական բովանդակային դրույթները։ Սա է։ Իրան էլ դուրս իր հովանավորներն ասում են կամ իր զակաշիկներն ասում են, այն գեր։ Դու գալիս ես ասպես խաղաղություն, Ադրբեջանը սենց, ծորենը կեցե, բան, ընդ վեհապարը, եպիսկոպոսները խոսում են Արցախից։ Սա է։ Հիմա ինքը ինչ անում։ Մենք չպետք է ոգևորվենք, որ ինքը չի կարողանում մարդիկ հավաքել։ Այստեղ խնդիրը ամենևին դա չէ։ Բայց իմիջիալս նաև էսն ասող կան Շարմազան, նաև երբ որ քանի շոր մարդիկ ասում դե գիտեք վեհապարը, Մարիաթորը պետք է ավելի կոշտ դիրքորոշում արտահայտի։ Վեհապարը ոչ կուրսակ։ Մարիաթորը ինչ պետք է, Մարիաթորը գներեք, վեհապարը գներեք, հո Չապաևն ու Բուձյոնն ինչի որ զենքը վեկալի մեդա։ Վեհապար հայրապետը իր կեսված նախ շատ մեծ սխալ է, երբ որ մենք առաքելական հոտի անդամները սկսում ենք խորհուրդներ տալ մեր հոտի ղեկավարին։ Համոզված եղեք, որ Մայրաթորը, Սուրբ Էշմիածինը իրանց մտածելակերպը մի քիչ ուրիշ է։ Իրանք անընդհատ գործող 1700-ամյա միակ կառույցն է։ Իսկ որոշ վարկածով չէ, բանով նաև թեզերով նաև նույնիսկ 2000-ամյա անընդհատ, որովհետև Թաթևոս եւ Բարդուղիմեոս առաքյալները ստեղծել են առաջին դարում, ասենք առնվազն 1700-ամյա ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող ազգային կառույց է եկեղեցին։ Մեր եկեղեցին Պերոզարքայա տեսել այդ ցավը տանեն Պարսից, որ գյուտ կաթողիկոսին իր ազգային գործունեության համար կանչեցին տիզբոն եւ բանտարկեցին։ Բայց չի կոտրվել։ Հետո գյուտ կաթողիկոսը վերադարձավ։ Ու դրանից, որովհետև ինչու՞ դե Սահակ Պարթևի աշակերտներ, Մեսրոպ Մաշտոցի աշակերտներ, Մամիկոնյանների գործի ազգային գործի կարևոր ներկայացուցիչներ։ Մեր եկեղեցին Պերոզարքա տեսել, տենց Պերոզների նմանել Նիկոլի պես սրան գնալու են պատմության աղբանոցը։ Այստեղ բազմիխ մենք պետք է հասկանանք ինչա կատարվում։ Ես ասեցի, առաջինը դա այդ Բոլտոնի բանն էր, ազգային գաղափարներից հրաժարվելը, երկրորդը սրկա աշխարհաքաղաքական արտաքին բան։ Ակնհայտ է, որ մեր եկեղեցին, որպես արևելաքրիստոնեական եկեղեցի, նաև սերտ կապ ունի ռուս ուղղափառ եկեղեցու հետ։ Ու դա շատ լավ է։ 2-ից 3 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում։ Եվ սրա նպատակը նաև եկեղեցին դնել արտաքին կառավարման, թուրք-նատոական արտաքին կառավարման տակ, ինչ ուզում են անել Մոլդովայում։ Սրա մասին շատերը չեն խոսում։ Միշտ խոսում են Փաշազադեի մասին, Թուրքիայի մասին, բայց այդտեղ կա արևմուտքի ակաշներն էլ։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Պետք չի ոգևորվել, որ ինքը քիչ մարդ է հավաքում։ Ինքը մի քանի տեղ իր խնդիրը հիմա քահանաներին հատիկ առ հատիկ, ում որ կարող է անջատել եկեղեցուց։ Նիկոլ Փաշինյանը ինքը քանդող է, ինքը իր կերպարով ինքը քանդող է, ինքը սարկող չի։ Ինքը քանդելուց է ուժը ստանում, ջարդելուց է, մարկա չէ կառուցում է, մի մարկա Հիսուսի արձանը կառուցում է, այդ մարդը իրան լավ ազգում, լավ բան անում, ինքը դրանից է դրական էներգիա ստանում։ Ես օրինակ որ գնում եի Չեխիայում կամ Լատվիայում կամ Հունաստանում ցեղասպանության ճանաչման գործընթաց էի անում կամ Կիպրոսում, ես դրանից էի էներգիա ստանում։ Վերջերս որ Մոսկվա գնացի, ադրբեջանցիկի Բեռլին եկա, դրան ազգային շահից պաշտպան, դրանից էս լավ բան։ Նիկոլ Փաշինյանն էլ իմ տպավորությամբ էներգիա ստանում, լավ ստանում, որ մարդաբռնում ասֆալտինը պարկաստում, սրբազանա բռնում, պետությունա քանդում, հիմա եկեղեցի է ուզում քանդի։ Հիմա տեսեք Հովանավանքում արդեն ֆեյք քահանայա դրել, հիմա հաջորդ ուզում է գնա Թալին, հաջորդը ես չգիտեմ որը կլինի, բայց փաստ է, չէ՞ որ ինքը սա տեղի ունենում եկեղեցու բաժանման գործընթաց։ Եվ իր նպատակն է նոր բողոքական շարժում կապ չունի առաքելական անունն է տալի։ Առաքելական եկեղեցու անդամը չի ապստամբում իր հայրապետի դեմ։ Առաքելական եկեղեցու անդամը գիտակցում է, որ եկեղեցու ներքին կանոնակարգով կան եկեղեցական ժողովներ, որոնք իրենց ներքին խնդիրները լուծում են։ Առաքելական հոտի սովորական անդամը պետք է իմանա, որ եկեղեցին ուղղահայաց սուբորդինացիոն կառույց է։ Առաքելական եկեղեցու անդամը պետք է հասկանա,
որ ժողովուրդն է որոշում, հետո ասես, որ ժողովուրդն է որոշում։ Հետո կուսակցություն չի, որ քվեարկեք ժողովուրդը որոշի։ Հիսուսի առաքյալներին ժողովուրդն է որոշել։ Հա? Հենց Հիսուսը ժողով արեց, ասես տղեկ ջան, հələ մի հատ որոշեք ով է, Պետրոսն առաքյալ թե բանը, Վալոդը, 1000 ներողություն ես օրինակի համար։ Դες բան չկա, կամ եպիսկոպոսի ժողովուրդն է որոշում։ Սա ունի մեկ նպատակ, թույլատնել մեր ազգային ինքնությունը, թույլատնել մեր պետականությունը, եւ եկեղեցին, քանի որ մնացել է միակ ազգային ինստիտուտը, որը խոսում է ոչ նիկոլական բառապաշարով, իրան հնազանդեցնել, իր արտաքին հովանավորները կամ տերերը, ինչպես կուզեք բնութագրեք, իր առջև խնդիր են դրել, իրանք էլ բանն անում են։ Սա է խնդիրը։ Եվ մի հատ կարևոր բան, այդ որ Նիկոլ Փաշինյանը հելնում է, ասպա, այս մարդ իրավունք ունի եպիսկոպոս լինի, նա չի իրավունք ունի դառնա բան, վեհապար, քանի որ խախտել է կուսակցության ուխտը։ Նախ դա ենթադրյալ է, երկրորդը դու ես ասում խախտել, որ ոտքից գլուխ խախտել ես սահմանադրությունը, ոտքից գլուխ խախտել ես կառավարության ծրագիրը, ոտքից գլուխ խախտել ես քոյից ընդունած ազգային անվտանգության ռազմավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյան, քո ձեռքով 20 թվականին ստորագրել ես ազգային ռազմավարության ծրագիր, որտեղ գրած է, որ Հայաստանի իշխան կառավարությունը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Երաշխավորել ես այդ 150,000 մարդու անվտանգությունը։ Էթնիկ զտման ժամանակ մատդ մատին չես տվել։ Քո աչքի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի փուշտ ես տեսնում։ Վեհապարը հրաժարական չի տալու, սա իմացեք, միանշանակ, վեհապարը որտեղ էլ գտնվի վեհարանը ընդեղ է, ու թող վեհապարին ոչ կալանքով վախեցնեն, ոչ տարբեր կոմպրոմատներով, ոչ էլ իրաց միտինգներով։ Վեհապարը շատ լավ գիտակցում է, որ սա իր անձի խնդիրը չի, որ սա 1700-ամյա ազգային ինստիտուցիոնալ կառույցի, մեր հոգևոր ու ազգային տաճարի խնդիրն է, ու եթե նույնիսկ վեհապարը միայնակ մնա, որը չի լինի այդպես, ես համոզված եմ, որ նա հրաժարական չի տալու։ Ու դա ճիշտն է, որտեղ վեհապարը անկախ իր անձից ինքը աստծոյցիալ է։ Կրկնում եմ, գյուտ կաթողիկոսը հրաժարական չի տվել Պերոզ արքայի, Պարսկաստանի արքայի շանտաժների տակ։ Նախընտրել է բանտարկվել Պարսկաստանում։ Նիկոլ Փաշինյանը պետք է հայոց վեհապար, բայց ինքը կարա մի բան անի, էլի կարա այդ իր այդ աղանդավորական զամաշկեկով, այդ բողոքական զամաշկեկով հակաթոր կաթողիկոսություն ստեղծի։ Բաժանի, աղճատի, ապստամբի եկեղեցու դեմ։ Ապստամբողը սատանայից է։ Աստծո դեմ ապստամբողն ով էր, սատանա։ Բաժանումը Աստծուց չի, բաժանումը սատանայից է։ Սա պետք է գիտակցել։ Բայց կրկնում եմ, այստեղ դավանաբանական խնդիր չկա, այդ ինքը սիրում, միրում, բայց որ այդպես բաներ ակա կարդում, այդ ինչ ասաղամոսներ ա կարդում։ Սուրբ գրքում գրված է, չէ՞։ Կեղծ մարգարեներից խուսափեք, էլի վախեցեք։ Այսօր նաև անդրադարձել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրասա arczepiskopos Nersisyan-ի Ոտիրիկովի շքանշան շնորհելուն։ Գիտեք նաև ազգային ժողովում ամենակեղտոտ բառապաշարով նաև անդրադառնում էր arczepiskoposին, խնդրեմ։ Դա ինչ կա դե։ Օրինակ բազմաթիվ են օրինակները, նաև Հայաստանի քաղաքական դաշտում, եւ որ Հայաստանի քաղաքական ու պետական գործիչները ոչ միայն Ռուսաստանից, այլ բարեկամ երկրներից, օրինակ Ֆրանսիայից, պատվո լեգիոն շքանշան են ստացել։ Հիմա ինչ ասեն Ֆրանսիայի ագենտ է։ Մենք նախկին նախագահներ ունենք, Բարսասիչյան Պաշտոնյաներ, որոնք Ֆրանսիայի պատվո լեգիոն են ստացել։ Մենք ունենք Ռուսաստանի Բարսասիչյան Պաշտոնյաներ, որոնք Հայաստանի Հանրապետության պարգևի են արժանացել։ Ունենք Վրաստանի, այլ երկրների։ Այսինքն այդ բարգան երկրներում ասելու են, այս մարդիկ Հայաստանի ագենտ են։ Լավ խնդալու չէ, դա ողբերգական է սրանց վիճակը։ Ընդհակառակը դու պետք է ուրախանաս, որ քո հայ առաքելական
եկեղեցու նոր Նախիջևան եւ Ռուսիայից թեմի առաջնորդը ունի դրական հարաբերություններ տվյալ պետության ղեկավարության հետ։ Ինչքան մեր եկեղեցին, մեր դեսպանատները դրական հարաբերություն ունենան այս կամ այն պետության հետ, որտեղ կա հայկական սփյուռք, դա բացառապես բխում է հայ ազգի շահերից։ KGB-ի ագենտ։ Բա դուք որտե՞ղ, բա սա ժողովրդի ասում է դուք էլ ուրիշի ագենտ եք։ Դե հրապարակեք մի հատ թուղթ, իրաց պահով կա, չէ՞։ Եթե թուղթ կա, ձեր պահով է թուղթ հրապարակվել։ Կամ որտես մեր կապարանուց ասում եք, սա էստե ագենտա, նանդեի ագենտա, մի բան հիշեցնեմ, 19 թվականի մարտին Մարիամ ջան, Նիկոլ Փաշինյանը Թեհրանում էր եւ կանգնեց հայտարարեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը լցված է արտաքին քաղաքական գործակալներով։ 5 րոպե հետո իմ Facebook-յան էջում գրել են, որ պետության ղեկավարից նման բան ես ասել, եթե կես ժամվա չհրապարակ է, ԱԾ-ի պատվալներում եթե դրանք սաղ չլնեն, ուրեմն դու անմեղսունակ ղեկավար ես։ Ոնց կարող է պետության ղեկավարը իմանա, որ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը այս կամ այն պետության ագենտ են, ու այդ մարդիկ ազատ ֆրֆռան, բա դա իմ ու քո անվտանգությանը սպառնալիք է, Մարիամ ջան։ Իսկ դու այդ պետության գործակալներին, ինչպես դու ես ասում, 19 թվականից մինչև հիմա չես կալանավորել։ Ուրեմն դու կամ քաղաքական անմեղսունակությամբ ես զբաղվում։ Կամ Ես Եսիա Սրբազանին շատ լավ ճանաչում եմ, Մոսկվա երբ այցելում եմ մեր այնտեղի հոգևոր տաճար, հանդիպում եմ Սրբազանի հետ, իմ ջեն ողջույնները եւ շնորհավորանքները Եսիա Սրբազանին, որ Ռուսաստանի բարեկամ ժողովրդից ու իմ համար բարեկամ պետության ղեկավարից արժանացել է նման բարձր պարգևի Սուրբ Ալեքսանդր Նևսկի քանշանի։ Այո, սա բխում է մեր պետության, մեր ազգի, մեր եկեղեցու շահերից։ Ու եթե մեր որևէ այլ սրբազանել ստանա օրինակ Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի կամ այլ պետության բարձրագույն պարգև, ես միայն ուրախ կլինեմ։ Բայց ես վստահ չեմ, որ եթե օրինակ որևէ այլ սրբազան արևմտյան որևէ երկրից նման բան ստանա, պարգև, Նիկոլ Փաշինյանը կասի նայել օրինակ ՑՌՈ-ի ագենտա։ Չի ասի։ Որտեւ իր արտաքին քաղաքական հովանավորներն ասել են մենակ Ռուսաստանի դեմ խոսա։ Հիմա մենք ունենք նվիրապետական աթոռ Կոստանդնուպոլսում։ Հանդիպում է Կոստանդնուպոլսի պատրիարքը Էրդողանի հետ էլ է հանդիպել։ Բայց եթե այդ հազարներեղություն սրբազանից, էլի Կոստանդնուպոլսի պատրիարքից։ Բայց եթե տենց է, այդ որ Էրդողանի հետ հանդիպում է, բա ո՞նց է Նիկոլ Փաշինյանը մանատիպ բաներ չի ասում, կամ իր թիմը։ Բայց չլսեցիք մի օր ասի բանա, եթե Թուրքիայի բանի հետ հանդիպել է, այդպես է։ Ես այդ կարծիքին չեմ։ Ես գտնում եմ, որ որտեղ մենք ունենք կամ օրինակ մենք ունենք Երուսաղեմում նվիրապետական աթոռ, որտեղ Նուրհա Սրբազանն է, ես շատ ուրախ կլինեմ, որ ինքը Իսրայելի պետության իշխանավորների հետ ունենա փայլուն հարաբերություններ, որտեղ դա բխում է մեր ժողովրդի, մեր պետության շահերից։ Նիկոլ Փաշինյանի համար եւ նրա թիմի համար։ Այդ որ հիմա անկախական շարժ մենք դրանք եթե անկախական են, ուրեմն ես ու դու էլ բանն ենք։ Մեկը Վալենտինա Տերեշկովա, մեկը Յուրի Գագարինը։ Նրանք անկախության հետ ինչ կապ ունեն։ Ինչ կապ ունեն նրանք։ Կամ որ Ռուստեին առավոտից իրիկու քննադատում են Նիկոլ Փաշինյանը չէր առավոտից իրիկու ասում սպասիբա Վլադիմիր Պուտին, ինքը չէր ասում ես տպավորված եմ ձեր խնդիրները լուծելու օպերատիվությամբ, Ալեն Սիմոնյանը չէր ասում, որ մեզ պրոռուսական իշխանություն չկա, ինքն էր ասում։ Հիմա ժամը մեկ Ռուսաստանի դեմ բաներ են գրում։ Ու դա բխում է մեր պետության շահերից։ Ես ես դրան եմ ուզում գալ, ու այս իրականության մեջ մենք տեսակ օրինակ հիմա որ իրենք անդադ կերակրում են այդ օգոստոսի 8-ի փաստաթղթով, որ խաղաղություն են բերել դրանում։ Պարոն Շարմազանov, ըստ էության օրինակ մեկը Նատանյահուն ցույց տվեց, որ այդ Թրամփի թուղթը հավասարազոր է ներողություն զուգահեռի օգտագործված թղթի, եւ տեսնում ենք, որ շարունակում է իր ցեղասպան այդ ամեն ինչ գործողությունները։ Ինչը անելու Ալիև այդ Թրամփի թղթի հետ եւ այս իրականության մեջ երբ որ տարածաշրջանում այս վիճակն է, բարեկամ բնական դաշնակիցների հետ Փաշինյանը հարաբերությունները այս կերպ տանում է ուղղակի դեպի գերեզման, եթե պատմում։ Ներողություն մի հատ բան նայեցի, հարց տվեք էսա։ Ահա, ու էսա, որ ինչ է լինելու
Տեսեք, խաղաղության պայմանագիր չկա։ Կա նախաստորագրված ինչ-որ մի փաստաթուղթ։ Նախաստորագրված փաստաթուղթը ներկայացնել որպես խաղաղության պայմանագիր, դա քաղաքական ապուշություն է, Մարիամ ջան։ Քաղաքական ապուշություն։ Չի կարելի նման բան անել։ Տրամպը նույնիսկ երաշխավոր չի, ինքը վկա է։ Միջպետական հարաբերություն, երկու կոնֆլիկտ ունեցող պետությունների միջև, եթե երաշխավոր չկա, Նիկոլ Փաշինյանը պետք է անի են, ինչ-որ իրան ասի Ալիևը։ Եվ ռեպրեսիաների անի, ռեպրեսիաների դիմի են մարդկանց դեմ, ովքեր որ դեմ են իր Հայաստանի ադրբեջանացմանը։ Հիմա տեսեք, քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան, պաշտպան Ամրան Մակինյանը գրառում է արել։ Դե տեսակ, երեք անգամ սրանք ուզում են թույլ չտան նախագահան կարողանա Հայաստանի սահմանից դուրս գալ, գնալ այնտեղ հանդիպումներ ունենալ, միգուցե անձնական հարցեր էլ կային, որտեղ 2-3 տարի փակ էր։ 3 անգամ կանչը հրավիրեցին դատարան, 3 անգամ, սա արդեն խեղճատակություն է, ցիրկ է։ Նույնիսկ դատավորներից մեկը Հայազատի մահվան պարագայում այդ մարդու անձնական ողբերգությունը մի կողմ դրեցին, այդ մարդուն 5 ամսկես հրավիրեցին դատարան։ Բայց դատարանները ընդունեցին արդարացի որոշում։ Հիմա այսօր Սերժ Սարգսյանը հրավիրվել է քննչական կոմիտե եւ նոր շինծու մեղադրանք են առաջադրել, նոր Ամրան Մակինյանն է գրում, նոր շինծու մեղադրանք են առաջադրել, որ Սերժ Սարգսյանի Հայաստանի ազատ ելքումուտքը արգելափակվի։ Սա աբսուրդ է, սա քաղաքական ռեպրեսիայի վառ օրինակ է։ Նիկոլ Փաշինյանի վախերի մասին է խոսում։ Սա խոսում է, որ նա ունի իր արտաքին հովանավորներից նաև հրահանգ երրորդ նախագահի ու նրա թիմի նկատմամբ իրականացնել քաղաքական ռեպրեսիաներ։ 2 տարի շարունակ Արմեն Աշոտյանի ազատազրկման, Դավիթ Համբարձումյանի իմպիչմենտի վարչապետի թեկնածուն շինծու գործով 6 տարի 3 ամիս դատապարտվեց։ Այն պարագայում, եթե 6 տարի, եթե նույնիսկ մինչև 6 տարի համաներման տակ կանգներ եւ որևէ խնդիր չկար։ Այսօր 3 անգամ նախագահային տարան բերին դատարան, դատավորները սեկտը չփակեցին, հիմա այսօր նոր կարդում ենք Ամրան Մակինյանը ասում է, որ այսօր Սերժ Սարգսյանին հրավիրել են, սա կարդամ էլի։ Երեկոյան հանկարծ առաջացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտեի հրավիրելու անհրաժեշտություն։ Ինչու հանկարծ, քանի որ օրվա ընթացքում պարզվեց, որ դատարանները չհավատացին դատախազության բերած այն հերհուրյանքին, որ նախագահը կարող է դիմել փախուստի։ Ինչ եղավ ժամեր անց, երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չեն ունենում, բայց ՀՀ երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված 20-25 տարի առաջվան վերաբերող 20-25 տարվա է վաղեմության ժամկետ բան վաղուց անցել է վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին կենդանության օրոք, պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնոր թարգմանություն է կատարվել։ Հարց եմ տալիս, բա 2019 թվականից հետո նոր հիշեցիք, քանի տարի է անցել, բա ինչի եք պահում այդ հզոր գործը, հզորո ճակերտավոր, հա, հասկացա, հիշեցիք, երբ դատարանները չարգելեցին նախագահի ելքը, պարզ է, ամեն ինչ պարզ, կարճ ասած, դուք եք ընտրել ձեր ճանապարհը եւ քանի որ իրավաբան եմ, հրապարակային խոսքս ավարտեմ այսպես, կհանդիպենք դատարանում։ Հիմա տեսեք, 2019 թվականի միաչինցու գործա, որը վերաբերում է 20-25 տարվա վաղեմություն ունեցող գործի, որտեղ Սերժ Սարգսյանի վրա որևէ ցուցմունք չկա, ցուցմունք տվողն էլ հիմա մահացած է, բայց իր կենդանության օրոք, առերեսման ժամանակ ասել է, որ ինքը նման բան չի ասել, եւ դա սխալ թարգմանության արդյունք է, եւ հրաժարվել է այդ ցուցմունքից, այսօր
Հանկարծ հիշել են այդ կոմիտեում կարծեմ գրած է հակակոռուպցիոնում, որ Սերժ Սարգսյանի ելքը պետք է փակեն։ Բա սա ռեպրեսիա չի, որտեղ Նիկոլ Փաշինյանը վախենում է։ Սամվել Կարապետյանին բռնում է, Սրբազաններին բռնում է, Սերժ Սարգսյանի ելքը փակում է, Դավիթ Համբարձումյանին բռնում է։ Բոլորին սա ուղիղ դիվերսիա է Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ, հայ ազգային ուժերի դեմ։ Որտեւ իրանց պետք է, որ Հայաստանի Հանրապետությունից որևէ լուրջ ազդեցիկ պաշտոնյա կամ նախկին պաշտոնյա կամ քաղաքական ուժի ղեկավար, որը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, արտակի շփումները սահմանափակեն։ Որովհետև իրանք արևմուտքում ինչ ուզեն, որ այլընտրանքային կարծիք այնտեղ չլինի, որ ինչ ուզենան անեն։ Լավ, սա արդարադատություն չկա, էլի, սա մանկապարտեզ է, մանուշակ մսուր մանկապարտեզ։ Այն ինչ որ անում է այսօրվա իշխանությունը երրորդ նախագահի հանդեպ։ Մանուշակ մսուր մանկապարտեզ։ Սա զզվելի չի է։ Խղճան սա չգիտեմ էլի ինչ է։ Կրկես էլ չի։ Դուք նույնիսկ գործ կարել չգիտեք, արա շնորհքով։ 3 անգամ տանում, բերում։ Հիմա այլ առավոտը մի հատ գործ է, 25 տարվա վաղեմությամբ գործ, ինչ որ որտեղ ոչ ցուցմունք կա, ոչ բան։ Ցուցմունք տվողներ հրաժարվել է, մարդը ասել է, ես Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել, այս մարդը ոչ մի կապ չունի։ Եվ այնտեղ ինչ որ գրվել է սխալ թարգմանության արդյունք կա։ Ասում է փաստաբան Աբրահամ Մակեյանը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև 26 թվականը ուզում է սահմանափակել ամբողջությամբ կամ մասնակի իր բոլոր քաղաքական հակառակորդների ազատությունը։ Եվ հենց դրա մասին է, որ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ իրականացվում է այս խայտարակ գործերը։ Լավ, ամոթ աբուր չունեք։ Դատարանները բացում են սեկտը, դուք բողոքարկում եք, գիշերը հատուկ եք հանգամանք, 3 անգամ տանում բերում, դատարանները իրանց որոշումը ուժի մեջ են պահում։ Առավոտյան հրավիրում եք կոմիտե, որ իբր նոր հանգամանքներ են առաջ, 19 թվից հետո նոր իմացաք, այն էլ 25 տարվա գործ, կամ արա դուք մտածում եք նախագահ Սարգսյանը պետք է գնա ու հետ չգա։ Դուք եք փախած մանեկել 2 տարի, երբ որ հետախուզման մեջ եք եղել։ Մեր նախկին նախագահները ու մասնավորապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ումից պետք է փախնի։ Ձեզնից, թուրքից չի փախել, ձեզնից պետք է փախնի։ Ձեզ ծնկի բերածին ինքը ծնկի է բերել, ռազմի դաշտում էլ դիվանագիտական դաշտում էլ իր ընկերների հետ։ Փախնելը ձեր փեշակն է, ոչ Սերժ Սարգսյանի փեշակն է, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Բակո Սահակյանի, ոչ Արգադի Ղուկասյանի, ոչ Ռուբեն Վարդանյանի, ոչ Լևոն Մնացականյանի, ոչ էլ Սրբազանների։ Բայց նման ձևով, այս ռեպրեսիաներով, Նիկոլ Փաշինյանը մոտեցնում է իր քաղաքական վաղճանը։ Լուրջ եմ ասում։ Եվ թող ինքը մտածում է փախչել։ Երևի ինքը փախչելու տեղ ունի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։